Մայրաքաղաքի 2807-ամյակի տոնակատարությունների նախապատրաստության ամենաթեժ պահին Երևանը ծածկվել է վառված աղբի ծխով։ Գիշերվանից բոլորը շնչում ենք թունավոր օդը, որ քամին բերել է Նուբարաշենի աղբավայրից։ Հայաստանի ամենամեծ Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու գտնվող աղբանոցը երկրորդ օրն է ծխում է։ Քաղաքի տոնը ծուխի մեջ կորած։ Սա նորմալ չէ, անընդհատ վառվում է աղբավայրը, պետք է այդ հարցը լուծել, էկոլոգիայի մասին մտածել։ Դեղատնից չեմ էլ հասցրել դիմակ գնել։ Երեկվանից է այդ կրակը ու ճիշտ բան չի, ինչ ասենք, խեղդվում ենք, իսկապես առավոտյան մարդ խեղդվում էր այդ ծուխից, հնարավոր չէ, օրինակ մի բան անել, որ չլինի, ես չգիտեմ, շատ վատ է, մեր քաղաքի օդը լրիվ աղտոտված է։ Ոչ թե զգում ենք, այլ տեսնում ենք արդեն։ Իհարկե աղտոտված է շատ Երևանը հիմա, շնչել չի լինում։ Լինի այդ հոտերը, ընդեղի ծուխը, սարսափելի է դա։ Քաղաքի օդը կեղտոտ է։ Մանումենտից գացվեց, մինչև ռայկոմ ոչ մի բան չկար, որ մանումենտ հասանք արդեն հոտնել էր գալի ու ծուխնել։ Նուբարաշենում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչն է հայտնել լուրը լրատվամիջոցներին։ Այս պահին 20 միավոր տեխնիկայով փորձում են հողով ծածկել ծխացող օջախները։ Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու կասկադյալ կա, Փրկարարծառայության պետ Կամո Ցուցուլյանն է հայտնել տեղեկությունը։ Շտաբօգնությունը սահմանել է հերթապահություն, սակայն ծխահարության ահազանգով կանչեր չեն եղել։ Քաղաքագլուխ Տիգրան Ավինյանը շնչառական խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տվել մեջբերեմ սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը, խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով, մեջբերման ավարտը։ Առավոտյան ճիշտ է Շահումյանի արձանի դիմաց մարզասարքեր էին տեղադրվել, հավանաբար հենց քաղաքի տոնին մարդկանց մարզումների մղելու համար։ Քաղաքագլուխը նաև փորձել է փարատել մարդկանց անհանգստությունները, ասել է ընդհանուր բնակչության առողջության վրա կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի լինի։